Դեկտեմբերի 22-ին ժամը 23:20-ին աշտարակ բժշկական կենտրոնից ոստիկանության աշտարակի բաժին ահազանգ ստացվեց, որ գոտկատեղի ու կրծքավանդակի կտրած ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել Օշական գյուղի մի բնակիչ։ Աշտարակի ոստիկաններն արագ հիվանդանոց հասան։ Տուժողը ոստիկաններին պատմեց, որ նույն օրը ժամը 22-ի սահմաններում Օշականի գյուղամիջյան ճանապարհին անծանոթ մի տղամարդ վիճել է իր հետ, ապա 3 անգամ դանակով հարվածել թիկունքին ու դիմել փախուստի։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ ճիշտ է, դեպքը տեղի էր ունեցել նույն օրը տուժողի ասած ժամին, բայց ոչ թե Օշականի գյուղամիջյան ճանապարհին, այլ գյուղի հարակից գոմերի մոտակայքում։ Պարզվեց նաև դեպքի պատճառը, հանգամանքներն ու մասնակից անձանց ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների, բուժօգնության դիմացի համագյուղացիներից Նորիկ Բաքոյանը վիճել էր նրա ծանոթներից մեկի հետ։ Վիճաբանությանը մասնակցել էր նաև տուժողը, որի ընթացքում էլ Նորիկ Բաքոյանը սուր կտրող գործիքով 3 անգամ հարվածել էր նրան եւ դիմել փախուստի։ Նորիկ Բաքոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քննությունը շարունակվում է։ Ընդամենը 2 օր անց ժամը 21:30-ին աշտարակ բժշկական կենտրոնից ոստիկանության աշտարակի բաժին նոր ահազանգ ստացվեց։ Այս անգամ կտրած ծակած վնասվածքներով բուժօգնության դիմաց քաղաքացին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղից էր։ Ահազանգի հետքերով հիվանդանոց հասած աշտարակի ոստիկաններին չհաջողվեց տեղում դեպքի վերաբերյալ որևէ կարևոր տեղեկություն պարզել։ Ավելին, տուժողը բացահայտման ընթացքը շեղող պատմություններ էր հորինում։ Տուժողը մեզ ներկայացրեց, որ պատահաբար 3 անհայտ անձ կանգնել են անհիմն վիճաբանել իր հետ եւ դանակով հարվածել։ Աշտարակի քրեական հետախույզները սակայն ոչ միայն պարզեցին դեպքի իրական մանրամասները, այլև ճշտեցին դանակահարողի ինքնությունը։ Ժամեր անց տարված օպերատիվ աշխատանքների շնորհիվ պարզեցինք վերջինս Սասունիկ գյուղում վիճաբանել է Աշտարակ քաղաքի բնակիչ Պիպո Մականվամբ Արթուր Մեյրանի հետ, որտեղ էլ վերջինս նրան դանակահարել է։ Որոշ ժամանակ անց բժշկական միջամտության արդյունքում արդեն որոշակիորեն ուշքի եկած տուժողը աստիճանաբար վերհիշեց ու պատմեց դեկտեմբերի 25-ին Սասունի գյուղում տեղի ունեցած վիճաբանության մանրամասները։ Այդ քֆուրով խոսում էր հեռախոսով։ Կանչասի արիստը լարա կամանց քֆուր արակը ինչ ես անեմ, վահա հեչ հարց կանգեր։ Հետո մի հատ տղա կար։ Մենք դա այդ քայլում եմ եթում էի, այդ եկավ հետևիցս խփեց։ Հետևիցս խփեց ընկա։ Սելեմ փախնեմ չկարեցա, մի հատ դեմքից խփեց ու հանեց սակեց։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Աշտարակ քաղաքի բնակիչ 1990 թվականին ծնված Պիպո Մականվամբ Արթուր Մեյրոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Մեյրոյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հունվարի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, բացահայտվել է յուրացման 2, գողության եւ խարդախության 6-ական դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեկտեմբերի 29-ին Գարեգին Նժդեհի 56A շենքի հարակից հողամասում գտնվող մետաղաշինության մեջ հայտնաբերվել է մոտ 50 տարեկան տղամարդու դիակ։ Ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 440202 հեռախոսահամարներով։ Հունվարի 2-ին ժամը 12-ի սահմաններում Նոր-Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ 1936 թվականին ծնված Հովհաննես Ղազարյանը դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։ Արտաքին տվյալներն են հասակը մոտ 165 սանտիմետր, նիհարավուն կազմվածքով, սպիտակ կարճ մազերով, սև աչքերով։ Դաստակի վրա արկա է 1936 դաշվածքը։ Հովհաննես Ղազարյանը տառապում է սկլերոզի հիվանդությամբ։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք դիմել ոստիկանության Նոր-Նորքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 հեռախոսահամարով։ 2014 թվականի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում առգրավվել, հայտնաբերվել կամ բացատրական աշխատանքների արդյունքում բնակչության կողմից կամավոր հանձնվել է 934 միավոր հրազեն, որից 80-ը առգրավվել է, 115-ը հայտնաբերվել, 739-ը հանձնվել է կամավոր։ 934 միավոր հրազենից 76-ը եղել է ատրճանակ, 108-ը ինքնաշեն ատրճանակ, 31-ը ինքնաշեն կրակող սարք, 55-ը ինքնաձիգ, 11-ը
21-ը ինքնաշեն ինքնաձիգ, 621-ը գործարանային եւ ինքնաշեն հրացան, 23-ը գործարանային եւ ինքնաշեն նռնականետ ականանետ, 2-ը գնդացիր, 7-ը այլ զենքեր։ Միաժամանակ հայտնաբերվել կամ առգրավվել է տարբեր տրամաչափի 93419 փամփուշտ, 30.9 մետր դետոնացիոն քուղ, 264 միավոր սառը զենք, 558 նռնակ, 61 միավոր ինքնաշեն նռնակ, նռնակի 523 պայթուցիչ, 120 պայթուցիկ սարք, 21.4 կիլոգրամ պայթուցիկ նյութ, 83 ական եւ արկ, 143 ճայթիչ եւ այլն։ Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ կամավոր հանձնվել է 143 միավոր հրազեն, որից 3-ը առգրավվել է, 32-ը հայտնաբերվել, իսկ 108-ը հանձնվել է կամավոր։